Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ուսումնասիրեց համատեղ գործունեության մասին կանոնակարգը, այդ փաստաթուղթը եւ պարզեց, որ կանոնակարգը իմիջիայլոց Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմներար սկզբունք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման համար, սահմանազատման գործընթացի համար, սահմանազատելու գործընթացում։ Ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաեւ Ալմա-Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ցանկանայի բարձրաբանել, թե ինչ է Ալմա-Աթայի հռչակագիրը, դա փաստաթուղթ է, որը ստորագրվել է 1991 թվականին նախկին խորհրդային սոցիալիստական 11 հանրապետությունների, նախկին ԽՍՀՄ-ի 11 հանրապետությունների կողմից եւ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու հիմնական իմաստ ունի։ Նախ սովետական միությունը, խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ եւ երկրորդը ստորագրող կողմերը, ստորագրող պետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը եւ այլն։ Ուստի մեր սահմանադրական դատարանը գտել է, եզրակացրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, որը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի տարածքը եւ անկախ Ադրբեջանի տարածքը նույնն են, ինչ համապատասխանաբար խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի տարածքները։ Սակայն դա ամբողջ պատմությունը չէ, քանի որ ինչպես արդեն ասացի, մենք կարողացել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնության գալ եւ համաձայնեցված տեքստում արդեն դրույթ կա այն մասին, որ կողմերը հաստատում են, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ եւ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային սահմանների անխախտելիությունը եւ միմյանց քաղաքական անկախությունը։ Այսպիսով արդեն իսկ համաձայնեցված մասն է սա խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ընդ որում նույն փաստաթղթում հղում է արված Ալմա-Աթայի հռչակագրին որպես հիմնական սկզբունք նաև խաղաղության պայմանագրի տեքստում։ Այսպիսով համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, ինչպես տեսնում եք, եւ տեսնում եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այնպես, ինչպես եղել է խորհրդային միության ժամանակներում, որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ եւ ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ։ Այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն իսկ համաձայնեցրել են նախագծի տեքստում, որ չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ կողմերից մեկի կողմից մյուս կողմի նկատմամբ եւ համաձայնագրի պայմանագրի տեքստում կա եւս մեկ կարևոր դրույթ, որը նախատեսում է, որ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար։
Ուստի այս նրբությունները շատ կարևոր են, ինչու՞։ Քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք այն ուղարկել մեր սահմանադրական դատարան ստուգելու համար պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ի նկատի ունեմ դա տարբերակ, ընտրության տարբերակ չէ, դա պարտադիր է։ Այդ փաստաթուղթը պարտադիր պետք է ուղարկվի սահմանադրական դատարան։ Այդ տեսանկյունից մենք երկու տարբերակ ունենք։ Առաջին տարբերակը այն է, որ եթե սահմանադրական դատարանը որոշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Եթե նման որոշում լինի, թեպետ ես պիտի ասեմ, որ նախորդ սեպտեմբերի որոշումից հետո մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ սահմանադրական դատարանը կարող է որոշել այդպիսի բան։ Անցյալ տարվա այն որոշումից հետո, որը վերաբերում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, բայց դատարանը եւ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Ազնիվ ասեմ, այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ անձամբ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն եւ կփորձենք եւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին։ Վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, որը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Դա նշանակում է, որ եթե վավերացման պահից հետո եւ ուժի մեջ մտնելուց հետո, ինչը տեղի կունենա վավերացման մասին օրենքի նախագահի կողմից ստորագրումից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարևոր լուր է, որովհետեւ դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ եւ ունի ներկայումս, ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը։ Ուզում եմ կրկին անգամ բարձրաբանել։ Հնարավորություն չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն այն դեպքում, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այսինքն 100%-ով վստահ կարող ենք լինել, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն եւ այդ մտահոգությունները փարատելու համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։ Եվ դա է մեր հիմնական ուղերձը։ Հատկապես հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան որոշ տարածքային
պահանջներ ընդդեմ Հայաստանի։ Բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Մեր մոտեցումը սա է։ Ընդհանուր առմամբ, անկեղծ ասած, կան Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրների երկու տարբերակներ։ Որոշ փորձագետներ ասում են, թե դա ընդամենը պատերվակ է, որպեսզի Ադրբեջանը հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սակայն Հայաստանի կառավարության դիրքորոշումը հետևյալն է. մենք փորձում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից բարձրացված մտահոգությունները անկեղծ են եւ մենք դիտարկում ենք, որ տեսնենք, թե արդյոք առաջարկվող ճանապարհային քարտեզը լուծում է, փարատում է Ադրբեջանի մտահոգությունները եւ ես կարծում եմ, որ ես կարողացա հստակ ներկայացնել, որ դա արվում է։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները եւ Հայաստանին եւ Ադրբեջանին է։ Ուստի իմ դիրքորոշումը, իմ կոչը այս իրավիճակում հետեւյալն է. մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ եւ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես եւ մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու եւ ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական եւ կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար։